Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գանա։ Կասեի մի քիչ ձիգ եղել։ Հայրենասերն ու մի սանտիմ հող թուրքին չզիջի, որպես կառավարիչ ինքը այն աստիճանի զգոնությունը ու ձգությունը չունի, իրան ներկայացան կանգնեմ, ես կորցնելու բան չունեմ, ես կյանքս ապրած մարդ եմ, նույն ձևի իրան տասնված մի օր հանդիպեմ, կմոտենամ, կբարևարեմ ու մի սրտի խոսք իրան կասեմ, որպեսզի ինքը դրանից ինչ-որ մի բան փոխի իր էության եւ բնավորության մեջ։ Ես կողքաններ բարևը չեմ տա, թողեմ գետամ։ Ոնց է չեմ ճանաչեմ։ Տելեզն եք իջամունը ջարդեմ, մի հատ խլամ տելեզն եք ջարդեմ, որ դեռ չարլի։ Ինչ դան ինչ ասեմ դան։ Կասեմ սուտ ասան ախպեր։ Թուրքի մարդ ախպեր, Թուրքի ագենտ է։ Ո՞չ իմանում որ իրանց կազմը, սա թուրք Ալեն Սիմոնյանը խոսում, Ադրբեջանը մեր ղեկավարն է։ Հովանավորն է։ Հա։ Լսել ես։ Դա Ալեն Սիմոնյանը ո՞վ է, որ իրանց բան ասում։ Բա Փաշինյանը խի դեմ չարում։ Միլիոններ է բաժանում ախպեր։ Անուտերել են ժողովրդավարական այսանա, բայց արդեն համը լրիվել է։ Ամեն ինչ անցել են արդեն այդ։ Ժողովրդավարությունը չկա, որ նա իրար ինչ ասես ասում է, մեկը մեկին թշնամի է։ Փաշինյանին անկեղծ կքֆուր կտամ 100% պատրաստ եմ։ Ինչ պիտի անեն, 72 ժամ պիտի պահեն, շաբաթը մեկ տանում պահում են, բաց են թողում, ինչ են անում, ոչ մի բան չեն կարա, կեղտոտ մարդ չեմ, կեղտ չկա վրես։ Ինչ որ ճիշտ է մարդը, որ ասում են, դա անշնորհքություն է, թե ոչ, եթե մարդը մի բան ճիշտ ասում ես, ինքն դա ճիշտ է էլի։ Կասեի, որ ինքը թող հրաժարվի իր պաշտոնից։ Որովհետև ինքը ժողովրդի նկատմամբ լավը չի։ Իրոք լավը չի ինքը ժողովրդի նկատմամբ։ Ինքը որ կանգնում է բարձր արտահայտվում է, որ եթե ինձ չընտրեն պատերազմա լինելու, դա չարտահայտություն է անում։ Վախացնում է ժողովրդին, որ վախելով վազենք իրան ընտրենք, բոլորովին։ Ինքը փոխանակ փաղակ շանքով խոսեց, մենք ինչ չընտրենք պատերազմա լինելու։ Դա չուլտիմատում է տալի։ Ոչ մեկն էլ իրան չեն ընտրի, ոչ մեկը։